Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր ազգային ժողովում շարունակվում էր աշխատանքները եւ Դաշնական հանրապետականախառես խումբը, պատիվ ունեմ Հայաստան Դաշինք, իրենց մեջ ներառած ունենալով այլ տարբեր խմբավորումներ, Վանեցյան, Արթուրներ, չգիտեմ ինչեր, այս բոլորը բավականին մարտական տրամադրված էին եկել, իսկ մարտական տրամադրվածությունը առ հայկական պատմություն, հայկական հոգևոր կյանք, հայկական մշակույթ եւ ավանդույթներ։ Այո, մարտնչում էին այսօր իրենց քվեարկությամբ այս ամենի դեմ։ Դուք մի զարմացեք, սա բավականին հին պատմություն ունի, բայց այսօր շատ ավելի ինչ որ առույգ էին այդ մասով, հա։ Ասեմ խոսքն ինչին է վերաբերվում։ Դեռ երեք ակնարկեցինք, որ ճիշտ է քվեարկություն չի եղել, բայց չգիտեմ ինչի, ես կարծում եմ, որ դեմ կքվեարկեն հունվարի 27-ը որպես հայրենիքի համար նահատակվածների օր, հանուն հայրենիքի զոհվածների մեր բոլոր ժամանակների հերոսներին հիշատակի օր։ Ասեմ, որ այսօր քվեարկությունը եղավ, եթե չեմ սխալվում, մի րոպե, ես հիմա ավելի կոնկրետ թվերն ասեմ, հա, 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպա եւ որոշումն ընդունվեց։ Այսուհետ հունվարի 27-ը կլինի հիշատակի օր բոլոր ժամանակների մեր հերոսների համար, ինչի պակասը իսկապես կար, եւ իսկ հունվարի 28-ը արդեն որպես վերածննդի, որպես արդեն բանակի կայացման, պետականության լինելիության այս հովանավորի տոնը կլինի, այսինքն երկու օրերը իմ կարծիքով ոչ աշխատանքային կմնան։ Եվ այո, սրան դեմ քվեարկեցին Հայաստան Դաշինքն ու պատիվ ունեմ։ Առավոտից երեկո իսկական հայեր, հայրենասեր հայեր, ռազմահայրենասիրական երգեր երգելով եկան եւ դեմ քվեարկեցին։ Նրանք, ովքեր որ ընդգրկված են ազգային ժողովում, դա դեռ վաղուց է հայտնի, նրանց դեմքերը դեռ պատմությունը շատ է հիշելու, բայց ինձ հետաքրքիր կլիներ, օրինակ, շարքային դաշնակցական շատ հետաքրքիր լավ մարդկանց կարծիքն ու գնահատականը այս ամեն ինչի շուրջ։ Ինչ եք անելու հունվարի 27-ին դուք։ Ինչ եք անելու։ Պատկերացրեք, համայն հայությունը այդ օրը նշում է որպես հիշատակի օր, ձեր երեխաները օրինակ մանկապարտեզում կամ դպրոցում են, տարբեր միջոցառումներ են լինելու դրա հետ կապված, ինչ եք անելու։ Չեք ընդունում դուք այդ օրը։ Ես հասկանում եմ, որ այստեղ Արծվիկ Մինասյանը պիտի արդարանա ասելով դե մենք օրվա հետ համաձայն չենք, գիտեք որ ոնց օրվա հետ համաձայն լինել չլինելը, դա քննարկվում է հանձնաժողովների նիստերում, այլ դահլիճներում, ազգային ժողովում վերջնական ընտրություններն են, դուք ասեիք ձեր կարծիքը եւ քվեարկեիք այդ կողմը, որովհետեւ քննարկումները ավարտվել են օրվա հետ կապված։ Եվ այո, լողացող օր չպետք է լիներ, պետք է լիներ ֆիքսված օր եւ հունվարի 27-ը իմ կարծիքով այո շատ էլ հարմար օր է, ինչ ունեք այդ օրվա հետ կապված։ Թե բա թիրախավորվում է մեր բանակը հունվարի 28-ի հետ 27-ից հետո 28-ը, այ որովհետեւ այդ զոհերը ամեն դեպքում բանակին են վերաբերվում, ինչու հիշատակի օր, այո, բանակին են վերաբերվում եւ հայ ժողովրդին եւ կամավորներին եւ բոլորին։ Այո, այդ ամեն ինչի գնով է, որ հազարամյակների խորքից բանից հետո մենք ունենք մեր պետականությունը, ինչ խնդիր ունեք դրա հետ։ Ինչ եք փորձում մանիպուլացնել, ինչա թե տեսեք ժողովուրդ, մեր հասարակությունը ունի դրա կարիքը, որ լինեն իրավիճակներ, երբ ողջ հասարակությունը ներդաշնակ է, փոխհամաձայնություն կա եւ այլն եւ այսպես կոնսենսուսային բաներ, հա, ասենք օրինակ ամանորը բոլորը տոնում են, մարտի 8-ը բոլորը տոնում են, անկախ իրենց քաղաքական հայացքներից, եւ հունվարի 27-ը պիտի լինի հիշատակ, ապրիլի 24-ին բոլորը հիշատակի օրը ցեղասպանության զոհերի բոլորը գնում են ծիծեռնակաբերդ։ Իհարկե որոշները այս նույնները փորձում են արժե զրկել եւ քաղաքականացնել, ինչպես միշտ, բայց հունվարի 27-ը այդպես։ Հիմա դուք հունվարի 27-ին չեք գնալու, օրինակ Եռաբլուր Պանթեոն։ Վստահ լինենք,
Ես շատ չգիտեմ, ինձ հարմար է որ դուք չգնաք, որովհետև դուք չեք գնահատում դա ու երբեք չեք գնահատել, որովհետև 20-ամյա կոալիցիոն կառավարության կազմում լինելուց դուք որևիցե քայլ չեք ձեռնարկել, որպեսզի այդ պանթեոնը բարձր գնահատվի, կամ բարձր չէ, գնահատվի այնքան ինչքան որ կա, դա արդեն ինքնին շատ բարձր է։ Ընդհակառակ նվաստացրել եք նրա դերն ու նշանակությունը։ Մենք շատ լավ գիտենք, Պանթեոն մենակ գնում էին երկրապահների միության նախագահը հատուկ օրերին։ Ձեզանից ոմանք ինչ-որ երեսի զոռով էին գնում, պետական որևիցե բան չկար այդտեղ։ Ամեն մի ծնող գնում էր իր համար հատուկ օրը, հա, չկա մի օր, որը եւ թողել եք այդ օրը հենց նոր տարվա վրա։ Ինչի համար այն օրը, որը որ կարա տրամադրություն որոշակիորեն հաղորդի, դա նույնպես դարձնել ցավի օր։ Հունվարի 27-ը։ Ինչի հետ համաձայն չեք։ Եվ դուք այո, սրանով քար ու քանդ եք անում, այդ գնահատականը, այդ համակարգումը։ Չգիտեմ, զարմանալու բան է, ոչ թե մենակ այդ, այլ այն, որ այս մարդիկ ակնկալում են, որ հայ ժողովրդից լինելու են մարդիկ, լսելու են իրենց պատճառաբանությունները, կուտը ուտելու են, կներեք արտահայտությանս, ու գնալու են էլի իրենց ձայն տան։ Կան այդպիսի մարդիկ, ում ուզում եք ձեր թիմ մցրեք այսու հետ, ցանկացած մեկ ով կապվում է ձեր թիմի հետ, վերջացավ, սևանում է միանգամից, որովհետև համաձայնում է այս ամեն ինչի հետ։ Որովհետև կան, գիտեք ինչ, կան որոշումներ, հիմա եթե գանք քաղաքական դիտարկմանը, հա, հարցի, կան օրենքներ որոշումներ, որոնց կարող ես դու դեմ քվեարկել, որովհետև բայց դա չի նշանակում, որ դրանից հետո չես օգտվելու այդ օրենքից։ Սա այլ բան է, բայց կան նաև օրենքներ, շատ քիչ, որոնք որ բարոյական, հսկայական կշիռ ունեն։ Եվ այդտեղ պիտի հանրային կոնսենսուս լինի։ Ոչ կոնսենսուսային տարբերակները քննարկել եք բոլոր հնարավոր միջոցներով։ Ու եկել եք դալիճ, փոխանակ ցույց տաք, որ կա մի հատ բան, որտեղ բոլորդ կողմ եք, ու դա սիգնալ կլինի հանրությանը նույնպես, որ այս օրը բոլորս պիտի բարձր գնահատենք, դուք փորձում եք անգամ այդտեղ սեփ խրել, որովհետև ըստ էության դուք պարակտիչներ եք, ինչպես եղել եք, այդպես էլ մնում եք եւ դեռ երկար եք լինելու։ Ձեր ձեռագիրը պարակտումն է։ Եվ այո, հենց դաշնակները շարքային կամ գաղափարական սրանց պիտի գնահատական տան եւ չպիտի խորշեն բարձրաձայն գնահատական տալուց։ Ասենք օրինակ ես երեք ինձ համար դրել եմ իմ YouTube-յան էջով որոշակի քննադատական բանը, կարծիքներ եմ հայտնել իմ կողմից շատ հարգված պատգամավորների հանդեպ։ Եվ նրանց խոսույթի հանդեպ։ Դա նրա համար է, հենց հարգելուց ելնելով է։ Դա նրա համար է, որ հետագայում խուսափենք նրա նման բաներից։ Հասկանան հանրությունը ինչ գնահատական է տալիս, որ հանրությունը գիտակից է ու կարող է օբյեկտիվորեն հաշվարկի այդ ամեն ինչը։ Իսկ եթե չեք ուզում եք ինչ-որ հոտի նման շարժվել, այո, եթե էսի է, ուրեմն ճիշտ է, եթե էսի է, ուրեմն սխալ է, կներեք, այդպիսի հասարակությունը կործանման է գնում։ Այդպիսի հասարակությունը չի կարող աշխարհում դիրքավորվել լուրջ ձևով, որովհետև իր դիրքավորման բոլոր գործողությունները պիտի լինեն քաղաքական որոշումներ կայացնելով կարևորագույն պահերին։ Բայց եթե մարդիկ գնում են ու 100,000-ով սրանց պիտի ձեն տան, կներեք, չգիտեմ, շատ բարդ է լինելու։ Ցանկացած ինչ-որ մի սեղանի շուրջ, ինչ-որ մի միջավայրում երկու բառ հենց սկսենք խոսել, ես սա ասելու եմ, որովհետև նման որոշում լինում է դարը մեկ։ Նման բան լինում է դարը մեկ, որը որ վերա քաղաքական որևիցե պոզիցիայից։ Սրանով ինչ էիք դուք ասում։ Մենք օրվա հետ համաձայն չենք, հա։ Գիտեք ինչ, հազարավոր տարիներով մեր
հայրերը, պապերը, ապու պապերը, մեր որդիները այս դեպքում արդեն ասել են մենք հանուն սերունդների ենք զոհվում, մենք հանուն մեր սերունդների պիտի պայքարենք, մենք հանուն մեր սերունդների պիտի այս որոշումը կայացնենք ամեն որոշումը։ Եկել հասել ենք 21-րդ դար, մենք սերունդների վաղվա մասին որևիցե բան չունենք։ Որովհետև ձեր ամեն ինչը երեկվա առաջի օրվա այն մի օրվա մասին է եղել, հենց ձեր կառավարման ժամանակներում։ Այսօրվա դրությամբ մենք մի կերպ հասնում ենք այս օր ձևակերպմանը։ Ես կարող եմ հստակ օրինակներ բերել, հասարակ օրինակներ, սկսած բուհերից։ Ինձ ցույց կտաք որևիցե բու, որտեղ որ շացոց կապած ձևով դասախոսները կամ անձնակազմը ընդհանուր, հա, ինստիտուտը բան անում, դասը տալիս է վաղվա մասին։ Ոչ, հիմնականում տեսնելու եք, որ դասը տալիս է երեկվա մասին։ Թեկուզ հենց խիստ մասնագիտականը։ Մասնագիտական առարկան անցնում են երեկվա մասին։ Դրա համար մի քայլ առաջ են գնում, երկու քայլ հետ։ Դրա համար պիտի ԿԳՄՍ նախարարը գար եւս մեկ արտոնություն ուզեր, չգիտեմ, չինական այդ 50 ինստիտուտների ավարտած ուսանողների համար։ Չնայած այստեղ ես կարծում եմ որոշ բաներ խախտվում են, այնուամենայնիվ իրենք վստահաբար հաշվարկած կլինեն։ Պատիվ ունեմ առհասարակ բանա, չկային, բացակայում էին, ինչ էին անում դալիճից։ Բացակայում էին դալիճից։ Ուր էիք գնացել բոլորով։ Ինչի չէիք եկել գործի։ Ուրիշ ժամանակ լրագրողները տեսնենք դեռ ճեպազուրիստներին ինչ, էլի գալու են կապնեն տեսնեն Ռուբինյանը հարցին պատասխանում է թե չէ կամ Ալեն Սիմոնյանը։ Այդ տեսակ սուր ու այլ ձևակերպումներով հարցեր չունեք դուք նրանց։ Թե երբ որ իրենք խոսում են, դուք պետք է լուր լսեք եւ դա ընդունեք ճշմարտություն, որովհետեւ ընդդիմադիր, չգիտեմ, լրագրողներն էլ են իրենք, ասենք, էս ինչ era։ Երեք, սա լրագրողների պահվածք էր, մենք խնդրեմ, էլի Ռուբինյանի այդ հատվածը մի հատ դնենք, էլի լրագրողներով հարցակվել եք վրան, հարց եք տալիս, պիտի պատասխանի չի կավանում, մի հատ այդ հատվածը կարող ենք նայել։ Բայց ախր հիմա դուք դասական մանիպուլյացիա եք դուք փորձում եք տպավորություն ստեղծել մարդկանց մոտ, որ ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ ստանում, բայց ես չէ, որտեղ ասում եմ դեկտեմբերի հիմա ավելի ճիշտ առանց մանիպուլյացիայի ձևակերպ Իվարկյան էլ առանց մանիպուլյացիայի կթողեք ավարտեն չէ որտեղ սխալ եք կթողեք նախադասությունս ավարտեն կթողեք նախադասությունս ավարտեն Հիմա առանց մանիպուլյացիայի մանիպուլյացիա բան դուք գնամ ես հիմա առանց մանիպուլյացիա ես չեմ մանիպուլյացիա ես դեպտեմբեր Սա եք ուզում ու գիտեք սա մեր վրա փորձում են վաճառել որպես լրագրություն հիմա եթե սրացից որևիցե մեկին կոպտես կասեն մեր լրագրողի ազատությունները իրավունքները մենք լրագրող սա լրագրություն չի Սա ընդդիմադիր լուսաբանողներ են, սրանք լրագրողներ չեն և մեզ մի փորձեք համոզել, թե լրագրություն ասվածը սա է, սա դեգրադացիա է Մեր վրա ինչ եք դա վաճառում Ձեզ համար, որքան օրինակ շմայսը խելքի տոպրակելու կարար լիներ պատգամավոր, այդքան էլ սա լրագրություն է Հարց եք տվել, պատասխան լսեք Ինչ է ասում, այնտեղ զգացիք խոսակցությունը ինչումներ Հարց է տվել, Ռուբինյանը պատասխանելուց ձևակերպումը սկսում է մի մանիպուլացրեք ու ուզում է շարունակի Չէ, մենք չենք, ես չեմ մանիպուլացնում Ասում թող վերջացնեմ միտքը ավարտեմ Չէ, ես չեմ, դուք արդեն սխալ սկսեցիք, որ ասում եք մանիպուլացնեմ Դու ես գնահատական տվողը Գնահատական տվողը ես եմ Դու հարցը տվել ես պատասխանը լսում ես ու լուսաբանում ես, եթե ծնվում են այլ հարցեր, ապա խնդրեմ։ Այսինքն, եթե մարդը, քաղաքական մարդը, ազգային ժողովի փոխնախագահ, քաղաքական են, որ դալշին եկուդ, այդ բանն է շերտնա։ Քաղաքական մարդը իր պատասխանը, ով կարող է քաղաքական ձևով ներկայացնել
իր պատասխանը փորձում է տա, դու դրելից, չէ, դու սխալ ես սկսում արդեն, մենք չենք մանիպուլացնում։ Լսի մինչև վերջ։ Դա նրա պատասխանն է։ Այդպես է, թե այդպես չի, արդեն ձեր մոտեցումը թող լինի, ինչի դուք որ սկսում եք ինչ-որ բան ձևակերպել, հարց ձևակերպել ու տալ քաղաքական գործիչներին ընդհուպ միջև վարչապետին։ Դուք տենց ճիշտ է կազմած լինում ձեր հարցը, հա, այն ամենասկզբից ոչ մի բան չեք, ամենասկզբից դուք այնպես հարց եք տալիս, որ ձեր կարծիքով պատասխանել մեջը ունեք արդեն։ Այսինքն դուք ոնց ուզեք կարող եք հարցը ձևակերպել, քաղաքական մարդը չի կարող քաղաքականապես ձևակերպել իր պատասխանը, սա է ձեր ասածը, թե այն որ դուք վեր եք կենում ասում եք պետությունը, իշխանությունները խառնվում են բանի եկեղեցու գործերին, ապա ու սկսում եք ինչ-որ բան շարունակել, այսինքն դուք արդեն ճիշտ սկսեցիք, դուք հələ փորձեք ճիշտ ձևակերպել ձեր հարցերը, այդ ինչ պահված կա, դուք էլ հավատարմագրված եք, որ գնաք ազգային ժողով, հարցեր տակ, մենք էլ նսենք, տեսենք, թե իսկապես այս մեզ հետաքրքրող հարցը տեղ հասավ, թե չէ, եւ պատասխանն ինչպիսին էր, ոչ, դուք հատուկ խմբի համար եք աշխատում, որոշակի խմբի, դուք հանրության համար չեք աշխատում, դուք չգիտեք ինչ է նշանակում հանրության ու հասարակության համար աշխատելը։ Ու մեզ մի խաբեք, սա լրագրություն չի։ Վերադառնալով ազգային ժողով, ժողովուրդ ջան, չզարմանաք, բայց միայն հունվարի 27-ի թեման չի, որ պետքա հիշեցնենք, որովհետև եղավ ևս մեկ քվեարկություն, ներողություն, ես հիմա, եղավ ևս մեկ քվեարկություն, շատ կարևոր քվեարկություն, ուրեմն Թագուհի Ղազարյանը բերել էր նախագիծ էր ներկայացնում, ԿՊ ձևավորված կուսակցությունը, եկեք մի հատ մեջ բերեմ իր գրառումը, հետո, հա, ԿՊ-ի ձևավորած կառավարությունը 1.8 միլիարդ դրամ է տրամադրել եկեղեցիների վերանորոգման եւ պահպանության ուղղությամբ։ Նախորդիվ դա միշտ տեղի է ունեցել բարեգործների միջոցներով։ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ եկեղեցիների նկատմամբ պետական վերաբերմունք է ցուցաբերվում։ Արի ու տես, որ ընդդիմադիրները որոշել են, որ չէ, բանա, այսօրվա իշխանությունները հակա եկեղեցական լսում են թուրքերի ու ադրբեջանցիների։ Անկամ ձևակերպումը կրկնելուց մարդու խնդալ է գալիս։ Դա դեռ ոչ է, դեռ քաղաքացիները կան լայքում են, այո, ինչպիսի ճիշտ խոսքեր, 1.8 միլիարդ դրամ իշխանությունները հատկացրել են այդ ուղղությամբ։ Դուք 0 դրամ, 0։ Գառնիկ Դանելյանը դուրս է եկել, շատ լուրջ ձևով ասում է, բանը, կաթողիկոսը, բան արել, այստեղ աջակցել է, չգիտեմ, օգնել է, ես իմ աննախադեպ, գիտեք ինչքան եկեղեցիներ են կառուցվել եւ այլն, լսիր, Գառնիկ, այո, բարերարների կողմից, բարերարների, փող աշխատելու տեղ, բարերարի կողմից որոշ բարերարների բոլորին բնականաբար խոսքս չի վերաբերվում, փող լվանալու տեղ, Գարեգին Բ-ի կողմից, փող աշխատելու տեղ, բարերարները կառուցել են եկեղեցի, բարերարները չեն հիմնանորոգել այդ ժառանգությունները, մի երկու հոգի լավ փող են տվել են քաղաքական պատկերացումներից ելնելով, հիմա էլ զբաղվում են քաղաքականությամբ, արդեն ստեղծեցին հզոր, չէ, ուժեղ Հայաստան բանը, քաղաքական միավորը, հեսա կանդրադառնանք դրան, բայց պետական մոտեցում, պատմամշակութային այս բաների ժառանգության հանդեպ պետությունը չի ունեցել։ Ասում է թող են բարերարը անի, թող են տերտերը անի, թող էսի գնա մի ծանոթ գտնի բերի, այն ուսին էլ համոզենք մենք բերենք։
Վերահսկողություն, զրո վերահսկողություն, պետությունը չի կարող վերահսկի։ Որովհետև փող չի դրել։ Որովհետև պետությունը ձեր կառավարման տարիներին զրո վերաբերմունք է ունեցել պատմամշակութային կոթողներին։ Ինչու՞ եմ խոսում, աշկերտից դեմն եք ամեն ինչ քանդել դեռ, սկսած Երևանի կենտրոնից։ Դուք ուր հայկականությունն ուր։ Չէ, ամեն մեկը կարող է ձեզ թվում է թե դուք միավոր չեք քաղաքական, դուք հակապետական, հակահայկական կենտրոն եք, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք ժողովուրդ ջան։ Ուրեմն, հիմա այս ամեն ինչից հետո Թագուհի Ղազարյանը բերում է հարցը առաջին պլան։ Ուրեմն, եկեղեցիների մի մասը մայրաթորինն է, մի մասը պետությունն է բանանում։ Ուրեմն, որը որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն մայրաթորին է պատկանում եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, Թագուհի Ղազարյանը առաջարկում էր օրենսդրական նախագիծ, որ հնարավոր չլինի Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևիցե եկեղեցի օտարել, թորներին կտակել, չգիտեմ, նվիրել, այսինքն այդ օրենքով ամրապնդվեր, որ այս եկեղեցիները միայն մնալու են, հեսակ ընթերցեմ իր գրառումը, ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են, որ Հայաստանում գտնվող եկեղեցիները մնան եկեղեցու մոտ։ Հուսամ եկեղեցիներ վաճառելու, նվիրելու, օտարելու, եկեղեցիները թորներին կտակելու լուրջ պլաններ չձախողեցինք։ Ուրեմն, բայց իմ կարծիքով ամեն դեպքում ձախողեցին այդ պլանները։ Ուրեմն, ընդդիմությունը Հայաստան դաշինքը մասնավորապես, այստեղ պատիվ ունեմն էլ է մասնակցել այս քվեարկությանը։ Հունվարի 27-ի հիշատակի օր բանանելու քվեարկությանը չի մասնակցել, այստեղ մասնակցել է։ Ուրեմն, ընդդիմությունը դեմ էր։ Այսինքն, սնդելու բաներ է կատարվում։ Այսինքն, Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքները իրանց քվեարկությամբ ասում են, որ ոչ, Հայաստանում գտնվող եկեղեցիները կարող են եւ չմնալ եկեղեցու մոտ։ Սա է իրենց քվեարկության բացատրությունը։ Չէ, որ ինչպես մնան եկեղեցու մոտ։ Չէ, կարան չմնան։ Ո՞ր պիտի մնան եկեղեցու մոտ, որ չէ, դեմ։ Էս ինչ է անում։ Իսկ ես կարծում եմ, որ Թագուհի Ղազարյանը այն պատգամավորներից է, որ դաշտը լավ ուսումնասիրած է եկել թիվ 1 ամբիոնի մոտ։ Շատ լավ է ուսումնասիրել, որ եկել է։ Դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը խորապես է գիտակցել, որ եկել է։ Հասկանում եք։ Ու ենթադրել է, որ կա այդպիսի վտանգներ կամ եղել են նմանատիպ նախադեպեր։ Սրա մասին երևի թե Թագուհի Ղազարյանը ինչ-որ մի օր մեզ կմանրամասնի, բայց ինչին եք դեմ։ Բա այստեղ մայրաթոր, ես պատկերացնում եմ այս նախագիծը ներկայացնեին դաշնակները ու կպնդեմ քվեարկեր։ Վայ, ես պատկերացնում եմ այն բանը իրենց լրագրող խրճակած երևույթները ինչ էին դարձնելու, ոնց թեքվենք էդ էինք տեսնելու ու լսենք, բա չիմացակ, դեմ են, որ Հայաստանում գործող եկեղեցիները մնան եկեղեցու մոտ, լրագրողներ, խնդրենք ձեր ճեպազրույցները, և այդ ընդհատելով ընդ որում, բարձրախոսը ինչ-որ մեկի բերանը մի հատ մցրեք, չգիտեմ ինչեր ասեք արագ-արագ, ցնդաբանություն է։ Ցնդաբանությունը ոչ թե որ դեմ են, չէ, սա սպասելի բան է։ Ցնդաբանությունը, որ այսքանից հետո խոսում են բավարար չի, այսքանից հետո հայրենիքից, պետությունից, հայ, ուժեղ հայ, ինքս հայ, ես ինչ ասես խոսում են։ Հակա եկեղեցական եք դուք, դավաճան եք դուք, սրանք։
Այդ մայրաթորնում էիք պատրաստվում նվիրել, մեծ ասեք իմանանք։ Եվ այո, գուցե բերած նախագիծը կամ օրենքը մի փոքր թերի էր, կամ կարելի էր ավելին անել, բայց կարելի է այդ մեխանիզմը մեկնարկել, հետո ավելացումներ անել, հա, օրենքում։ Այսինքն, նաև գույքը, պարագաները եւ այլն տարբեր ժամանակներում կարելի է նույնպես դարձնել վերահսկելի օրենքի եւ ժողովրդի կողմից, որպեսզի որևիցե մի օր ապագայում եկեղեցին դարձյալ չփորձի դուրս գալ պետության դեմ, մի հատ գարեգին բ ստանանք միամիտ 50 տարի հետո, 100 տարի հետո, ու սա որոշի կրկնել այս գետադարձի գործունեությունը։ Շշմելու բանը։ Լավ, գալը կվերադառնանք, որովհետև սա այն թեմաներն են, որ չես կարող ասել, սահմանափակվել, անցնել առաջ։ Եկեք մի հատ, քանի որ այս ամեն ինչի մեջ զևիստների անունն էլ տվեցինք, այո, դուք ճիշտ լսեցիք, ուժեղ Հայաստան կուսակցություն ստեղծվեց, իմ կարծիքով 127-րդը Հայաստանում։ Ես մի օր վերցնելու եմ բանից, Պետրեգիստրից, բոլոր կուսակցությունների անունները կարդամ։ Բոլոր կուսակցությունների անունները, սենց, որ ուտեմ սիրտոտ Հայաստան անուններ են, չէ, ես բանի մեջ։ Մարդ կուսակցություններ, օտարահպատակ կուսակցություններ, բայց անունները, հիմա Սամվել Կարապետյանինը կոչվում է ուժեղ Հայաստան, և ըստ Սամվել Կարապետյանի, ուժեղ Հայաստանը չպիտի ունենա սահմաններ, այո, մի զարմացեք, ես այդ կարծիքին եմ, որովհետև այս ներկայացուցիչները աջակցում են Գարեգին Բ-ի կողմից օրհնված մի ջիհադիստական շարժման, որի առաջնորդը Կիրանցում և այդ տարածքներում սահմանազատման ու սահմանագծմանը դեմ էր ու ասում էր, որտեղ մեր զինվորը կանգնած է հետա սահմանը, այսինքն սահմանը միայն զինվորով է պետք պահել և եթե մի օր ինչ-որ բան խախտվի, մեկա, որտեղ որ մեր զինվորն է, դա է մեր սահմանը, և հիմա էլ անցնում է տերորի կազմակերպման գործով։ Ահա նրանց պատկերացրած ուժեղ Հայաստանը։ Որ հարց ես տալիս, ասում մի րոպե, մեզ հարցեր մի տվեք, մենք լավություններ ենք արել արցախցիներին։ Միլիոններ են նշում, բայց որևիցե հաշվարկ, հսկողություն, վերահսկողություն այդ ուղղությամբ չկա, որովհետև որոշակի բարեգործություններ Հայաստանում, ոչ թե որոշակի, հիմնականում, եղել են փող լվանալու համար։ Հատկապես, եթե այդ բարեգործները Ռուսաստանի Դաշնությունից են եկել, ճակերտավոր բարեգործները։ Ասենք ոնց էր, օրինակ Ռուբեն Վարդանյանի ճոպանուղին փորձում էին ներկայացնել մեզ որպես բարեգործություն, էլի, կարծես այդ ճոպանուղին ձրի է աշխատում։ Գները գիտեք, տեղյակ եք, բիզնես ծրագիր է։ Ուրեմն, այս ուժը, որ ստեղծվել է, ուժեղ Հայաստան կուսակցությունը, որ ստեղծվել է, այստեղ Ալիկը կա Ալեքսանյան, նախ Սամվել Կարապետյանը ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսանում և չի կարող օրենք խախտելու առումով ինչ-որ բանի հասնի, Սույն ազնվորության եղբորորդին նույնպես, եղբայրը բնականաբար ամբողջովին կգտնվի ընտրական պրոցեսների կիզակետում, որովհետև վերջիվերջո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է եղել և ներսից գիտի ինչեր են քանդել, բայց վերադառնալով Ալիկին Ալեքսանյան, այս Ալիկ Ալեքսանյանը, հա, Տարոն Չախոյանը 3 հրապարակում էր արել, որ Ալիկ Ալեքսանյանը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ Ալիկ Ալեքսանյանը այսօր դուրս է գալիս,
ցույց է տալիս իր հայկական ազնագիրը ու ասում է դու սխալվեցիր, Տարոն, ահա իմ հայկական ազնագիրը, ես Հայաստանի քաղաքացի եմ։ Ու այսպեսով մանիպուլացնում եւ որ ասում լապշա կախում որոշ էլեկտորատի ականջներից։ Հարգելի Ալիկ, պարոն Ալեքսանյան, կարող ենք արդեն այսպես, հա, շփվել։ Չգիտեմ ձեր խոստումը երբեք դուք իրականացնելու կապված բանավեճի հետ։ Բայց այնուամենայնիվ տեսեք, դուք երբ որ ցույց եք տալիս Հայաստանի ազնագիրը, դրանով դուք չեք հերքում, որ հանդիսանում եք նաև Ռուսաստանի քաղաքացի։ Հասկանում եք։ Երբ որ ասում ենք Ռուսաստանի քաղաքացի, ոչ ոք չի ասում, որ դու չես հանդիսանում Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի Հանրապետությունը ունի երկքաղաքացիության մասին օրենք։ Դու կարող ես ունենալ Հայաստանի քաղաքացիություն եւ կարող ես ունենալ որևիցե երկրի քաղաքացիություն։ Հասկանում ես։ Բայց եթե դու ունես բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նաեւ մեկ այլ քաղաքացիություն, դու չես կարող ներգրավել այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են օրինակ ազգային ժողովի պատգամավորից մինչև վարչապետ։ Չես կարող։ Հիմա դու դուրս ես եկել, ասում ես, չէ, ես Հայաստանի քաղաքացի եմ։ Այո, դու ունես Հայաստանի քաղաքացիություն։ Նաեւ եթե ուզում ես Տարոնին հակադարձեիր, Տարոնն ասում է դու Ռուսաստանի քաղաքացի ես։ Դու պաշտոնապես երկիր ես, ես չեմ հանդիսանում Ռուսաստանի քաղաքացի։ Կարող ենք առաջիկայում լսել նման խոսույթ, թե ոչ։ Չեմ հանդիսանում։ Հերքի։ Ոչ թե, չէ, տեսեք հայկական ազնագիրս, հայկական ազնագիր կարող ես ունենալ, հայկական ազնագիր Սամվել Կարապետյանն էլ ունի, չնայած կողքետ մի 4 հատ էլ ազնագիր ունի։ Հայկական ազնագիր Արա Աբրամյանն էլ ունի, շատերը ունեն, կարող է մանկանք Պուտինի մոտ էլ գտնենք հայկական ազնագիր, նավսյակի։ Այդ չի արսը, մենք ասում ենք դու Ռուսաստանի քաղաքացի հանդիսանում ես, թե ոչ, ուրիշ բան մի խոսի։ Հայ իմուջայլոց, ձեր ուժից խոսեցի մի բան հիշեցի։ Մատ, որ խնդրեմ, մեր այսօրվա իշխանությունների հերթական դղյակը, կարող ենք այդ ֆոտոն ցուցադրել, հերթականը, ահա։ Նոր ուղի գյուղի մանկապարտեզն է, վերևի նկարում նախկինում, ներքևի նկարում հիմա, նախատեսված մոտ 90 երեխաների համար։ Ըստ Նարեկ Կարապետյանի, այս գյուղին և ըստ Նարեկ Կարապետյանի հոր շնորհակալություն։ Ըստ Նարեկ Կարապետյանի հոր և հորեղբոր և ըստ իրեն անհրաժեշտ չի եղել սա։ Պետք չի, ինչ ենք անում մանկապարտեզը, ինչ ենք անում դպրոցը։ Մեզ պետք է զավոդ դնենք, որտես ճորտերի պես աշխատացնենք բոլորիդ։ Ընդ որում դու կարող եք զավոդ դնել, ճորտերի պես չէ, բայց լավ առաջարկ անեք քաղաքացիներին, նրանք էլ գան աշխատեն։ Բայց դուք ճորտ մի փորձեք բուծել, որովհետև այս մանկապարտեզում սովորելու են երեխաներ, որոնց շատ թեկուզ փոքր, բայց կարևոր մասը գնալու է հետո դառնա շատ լավ քաղաքացի ու շատ լավ մարդ, ինչ էլ ուղիղ ազդեցություն է ունենալու պետության թե կայացման, թե տնտեսական զարգացման, թե ամեն ինչի վրա հանգիստ եղեք։ Հանգիստ եղեք։ Շատ հնարավոր է այս մանկապարտեզից դուրս եկած մի սան տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ ավելի պետք լինի մեր պետությանը, քան ասենք եղել է Սամվել Կարապետյանը, ինչ որ ժամանակ որոշակի արցախցիներ, ինչի մասին ես տեղեկություններ շատ չունեմ։ Ինչ որ մի քանի հատ շենքի կարմիր կտուր եք ցույց տվել, ասել եք հեսա տեսեք։ Տակնել թուղթ չեք դրել, ես չգիտեմ։ Այնուամենայնիվ, չնվաստացնելու համար դեր է հիմի։ Տեսեք ինչպես են վերաբերվում։ Ինչին որ դուք դեմ եք մեծ հաշվով։ Այս գյուղին 30 տարի մանկապարտեզ է պետք եղել։ 90 երեխա է հաճախելու։ Մենակ այս գյուղում 90 երեխա միջինը մշտապես զրկված է եղել մանկապարտեզ գնալու իր իրավունքից։ Ասեմ ավելին,
Հետևապես նրանց ծնողներից մեկը առնվազն մշտապես պիտի մնար տանը եւ չաշխատեր։ Արդյոք չստեղծեր։ Եվ հիմնականում այդ մի օքին տանը մնացող պիտի լիներ մայրը։ Իսկ կանանց ռեսուրսը Հայաստանի Հանրապետությունում այդ կռանթը ոնց եք փակել, այդպես փակել ու գնացել եք։ Ձեր հայրը, այո։ Մի հսկայական ռեսուրս Հայաստանում, այսինքն Հայաստանի ռեսուրսների կեսը անաշխատունակ վիճակում է հայտնվել։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Դուք չեք իմացել, որ այդպիսի գյուղ կա Հայաստանում։ Սա կոչվում է մշակութաբանական, կրթադաստիարակչական ցեղասպանություն։ Այս տերմինը կիրառենք ձեր մասին խոսելիս, որովհետև բոլոր տեսանյութներն էլ դա են որ վկայում, որ այո, հանրապետական կուսակցությունը դա ընտրած է եղել որպես կառավարման ռազմավարություն, այսինքն ոչ թե չեն կառուցել, որովհետև փող չունեն, այլ չեն կառուցել, որովհետև ըստ Սերժ Սարգսյանի, ձեր հայրիկիդ ղեկավարի, մի քանի երեխայի համար, մի քանի տասնյակ երեխայի համար կարիք չկա դպրոց կամ մանկապարտոզ կառուցել։ Սա Սերժ Սարգսյանի հայտարարությունն է, սա հանրապետական կուսակցության ռազմավարական մոտեցումն է նմանատիպ հարցերին։ Պաշտոնական հայտարարություն արել։ Այնպես չի էլի որ բան, պաշտոնական մոտեցում ասա, որին որևիցե մեկը չեք հակադրվել։ Ինչ-որ բան սխալ եմ պատմում։ Ես շարունակում եմ լինել հյուրընկալողի դիրքում, ես շարունակում եմ կոչ անել ձեզանից որևիցե մեկին գալ եւ մասնակցել Ազատ շփում փոդքասթային մեր հաղորդմանը եւ միասին զրուցենք, տեսնենք կա արդյոք մի բան, որ ես, այսինքն հասարակությունը, այսինքն քաղաքացին սխալ է ըմբռնել եւ Նարեկ Կիրակոսյանների այն անիների, չգիտեմ, Սաթիկ Ընդանժիկ նյուզային համակարգի ներկայացուցիչների նման փորձում է մանիպուլացնել։ Չէ, դուք առավոտից իրիկուն որտեղ նստում դուրս եք գալիս, վեր եք կենում, գնելը մանիպուլացնում է, գնելը պրոպագանդիստ է, գնելը խնդրեմ, եկեք հիմնավորեք, ապացուցեք դրանից հեշտ բան, դրանից ավելի լավ տարբերակ չեմ կարող առաջարկել։ Կամ եթե հարմար չի, տրանսպորտի գումար չունեք, ժամանակը չի բավարարում, ձերս ներկայացուցիչներից մեկը, ցանկացած մեկը, ով ուզում է լինի, եթե հրավիրի իր հաղորդմանը նման ֆորմատով, ես սիրով պատրաստ եմ գալ եւ հենց ձեր էլեկտորատին հենց տեղում ցուցադրել իմ խոսույթի ճշմարտացիությունը եւ հիմնավորել։ Այ ինչպես որ ասում էի, որ զոհվածներին պատերազմը, հետ պատերազմյան պարտությունը, իրավիճակը, այդ ամեն ինչը դուք օգտագործում եք ժողովրդի դեմ, նոր ցավի մեջ ապրող, առնահոսող վերքի մեջ ապրող ժողովրդի դեմ, աթոռի համար։ Օրական ինչ հարցակումներ սվիններով եք դուրս գալիս 5 տարի առաջ դեռևս։ Էդ այսօր է մի քիչ մեղմացել է, շատերը sense կարող այլ կերպ վերաբերվեն։ 5 տարի, 4 տարի, 3 տարի առաջ դուք չեք պատկերացնում ես ինչերի միջով եմ անցել, ամեն տենց արտահայտությանս համար։ Եվ այսօր, խնդրեմ, քվեարկություններով ապացույցները, որևիցե մեկը ձեր մատը չի բռնել զորով կնոպկի վրա դնի։ Չունեք վերաբերմունք արտահայտել, բա ասում եք ոչ նրանց հետ կապ ունենք, ոչ նրանց։ Դե մի հատ դուրս եկեք, քննադատեք ընդդիմությանը, ասեք էս ինչ է։ Էս ինչ եք անում։ Մենք եկեղեցի ենք պաշտպանում,
Ոչ թե դուք քվեարկում եք, որ կարա եկեղեցին չմնա բան մայրաթորի մոտ։ Բայց դուրս եկեք քննադատելու։ Չէ, չեք կարող։ Դուք իրար բոստան քար չեք ներդի, որովհետև բոլորդ նույն գրասենյակի կոֆե դնողներն եք, բարիս ուղիղ կամ փոխաբերական իմաստով որոշների դեպքում այնպես, որոշների դեպքում այնպես, բայց կարևորը այստեղ բանալի բառը գրասենյակն է, որի վրա գրված է FSB России։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։